Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է, Փակ TV-ն, որի ունկնդիրները այսօր էլ պիտի մեզ ունկնդրեն Մոսկվայից ստացված ուղիղ կապի օգնությամբ։ Սիրելի բարեկամներ, իհարկե շատ ցավում եմ, որ հատկապես այս օրերին, այս խառը, բարդ, դժվարին օրերին Երևանում չեմ, բայց ինչ արած, կյանքը շարունակվում է եւ մենք պետք է շարունակենք նաեւ մեր համագործակցությունը։ Այսօր մեր տաղավարում կրկին մենք մի հրաշալի հյուր ունենք։ Հայաստան 21-րդ դար Մայրերի միության հիմնադիր նախագահ, հայ-հասարակական կազմակերպության հրաշալի կառույցի հիմնադիր նախագահ, հրապարակախոս Գայանե Գասպարյանն է Փակ TV-ի տաղավարում։ Բարև ձեզ Տիկին Գայանե։ Ես իհարկե շատ ուրախ եմ, որ մեր կապը ձեզ հետ շատ դժվարությամբ հաստատվել է։ Իհարկե ուզում եմ նախ խոսեք այն ծանր իրավիճակի մասին, միջազգային այն լարված իրավիճակի մասին, որում մենք բոլորս հայտնվել ենք։ Ինչ ազդեցություն այն ընդհանուր առմամբ կարող է ունենալ Հայաստանի վրա։ Ձեր հարցի պատասխանը կսկսեմ վերջից։ Այն վնասը, որ հասցրեցին մեզ 4 ղեկավարները վերջին 35 տարում, դրանից մեծ վնաս էլ չի լինի, դրանից ծանր էլ չի լինի, սկսենք այդտեղից, իսկ ամբողջ համաշխարհային հանրությունը կանգնեց մի փաստի առաջ, որտեղ չեն գործում օրենքները, որտեղ օրենքները հակացուցված են, այստեղ ամբողջ աշխարհի ու մարդկության ճակատագրերը որոշում են մի խումբ մարդիկ թելադրվող սիոնիստական կենտրոնից, մարդիկ, որոնք ծառայում են նրանց ցանկություններին, այսինքն վաղուց արդեն հայտարարված է, որ ամենաանարժեք երևույթը, ես կասեի ավելորդ երևույթը դարձել է մարդը։ Մարդը արժեք չունի աշխարհի ոչ մի երկրում։ Երբ որ ես նայում եմ ամբողջ աշխարհի երկրներին, մեծ ամասնամոտ 80%, ինչքան որ ես կարողացել եմ ուսումնասիրել, նույն իրավիճակն է։ Մի խումբ հրեշավոր ագահ, տգետ ու սահմանափակ, ինչ ասեմ, իրենց բարդույթներով եւ իրենց արժե համակարգից զուրկ լինելով փաստը ապացուցեցին ամբողջ աշխարհում, նրանք գրփում են ամբողջ գողանում, թալանում, ժողովրդական բառերով ասեմ, իրենց երկիրը ժողովրդին դատապարտելով գոյատևման process-ի, այսինքն ժողովուրդը պետք է զբաղվի միայն վաղվա հացով, ընկճված վախի մեջ, սոված ամեն ինչ անհնարին, կրթությունը սախատված, պապուս ասած, բժշկություն գոյություն չունի, բիզնես ամբողջ աշխարհով մեկ։ Եվ այսօր ինչ որ մեկը կարող է կանգնել ու ասելիս դուր է գալիս Գրիլանդիան եւ Ամերիկայի նախագահան որոշել է Գրիլանդիան վերցնի, հետո Մադուրոին, այսինքն Վենեսուելայի նախագահին կարող են վերցնել ու տանել սեփական ապրանքի նման, եւ ես չեմ ի նկատի չունեմ, որ Վենեսուելայի նախագահան մի սրբապաշտ կամ մաքուր ու արդար ազնիվ մարդ է եղել, ոչ, ինքն էլ իր պրոբլեմները ունի ազգային ղեկավարը, բայց հարցը դրանում չի, այսինքն մենք պետք է արդեն ընդունենք այն փաստը, որ որոշ ղեկավարներ զենքի ուժով կարող են կարգադրել, պահանջել իրենց թելանդրակը եւ ամբողջ աշխարհը պետք է խոնարհվի, որովհետեւ իրենց զենքով կարող են վերացնել։ Դու տեսեք, ուր եք ասել 21-րդ դար, գոյություն չունի դիվանագիտություն, քաղաքականություն, այսօրվա ոչ մի պայմանագիր չի գործում մեծ երկրների միջև, ես էլ չեմ ասում այն նման փոքր երկրների միջև, բայց այդ խեղկատակությունը շարունակվում է։ Զանգեզուրի ճանապարհ են կառուցում, այս ենք ստորագրել, նա ենք ստորագրել, 4-ը գերեն բաստողի, այսինքն Այդ աչքին թոս փչելու համար ժողովրդին ոնց որ ինչ ասեմ, մի կտոր որ շանը միս ես գցում, որ չհաչա, այտենց են վարվում մարդկանց հետ։ Այսօր ամբողջ աշխարհն ապացուցեց, որ մոլորակը գնում է կործանման։ Ես ձեզ ասեմ, իմ միակ հույսը Ամերիկայի ուժի դեմ այլ հակաուժ, Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, որովհետև այսպես շարունակվել չի կարող։ Ես հասկանում եմ սիոնիստների նպատակը, որպեսզի 7 միլիարդ կամ 8 միլիարդից թողնեն 1 միլիարդ։ Իրանք են որոշում։ Իրենք այսօր բարձրաձայնում են, որ ձեր ուղեղը դուք ձեր ցանկությունը թելադրում ենք մենք։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ զոմբիացված վիճակում ամբողջ մարդկությունը։ Մեր ուղեղը մեզ էլ չի ծառայում։ Մեր ուղեղը արդեն ենթարկվում է
սատանայական սիոնիստական ցանկություններին։ Ինքը դառնում է մեր ցանկությունը։ Ահա թե ինչու massայական ձայն են ծախում, իրար են ծախում։ Երկիրն են ծախում, դավաճանում, մարդուն զրկեցին ամենաթանկ արժեքներից, մարդկային արժեքներից, մարդը մոլորված վիճակով, գոյատևման պրոբլեմով տրվեց, դատապարտվեց, ստրկացավ ինքնակամ։ Ինչ ասեմ, սարսափելի վիճակ աշխարհում կատարվում, բայց իհարկե մեծ սարսափից հետո ըստ երևույթի մնացած մարդիկ կգիտակցեն իրենց նաև մեղքը այս արհավիրքում, երբ մարդ ամբողջ օրը մտածում է միայն անձնական շահին, փող ու դարձյալ փող, բայց ոչ մի փող ոչ մեկին չի փրկելու։ Ես կուզենայի տեսնել մարդկանց դեմքերը, երբ առավոտ կարդանան ու կիմանան իրենց միլիարդները դարձել է աղբ, դոլար գոյություն չունի, եւ ինչին նվիրեցին իրենց ամբողջ մի կյանք ստորության, խաբեության, թալանի, մի խոսքով։ Դա է այսօրվա աշխարհի իրականությունը։ Այնուամենայնիվ, ինչպես հաջողվեց համաշխարհային այդ ստերային կառավարությանը տիրել աշխարհին, սա ինչ է նշանակում։ Դարեր շարունակ նրանք հաշվի են առել ամենակարևորը մարդու թույլ կողմը, անձնական շահը, եւ ինչ արեցին, ստեղծեցին սատանական բոլոր նշաններով այդ դոլար կոչված տպված թուղթը, որի տակ ոչինչ չկա, ու առան ամբողջ աշխարհը։ Նրանք մարդկանց թույլ կողմից օգտվեցին, իսկ երբ մարդը թույլ լինում, երբ մարդ կորցնում է հավատքը Աստծո հանդեպ, իր հանդեպ որպես Աստծո ստեղծագործություն, արհամարեց խիղճը հոգին ու գաղափարը եւ տրվեց գոյատևման ստորացուցիչ ուղուն, այսինքն վաճառվեց, ինքը արդեն վաճառված է, իսկ եթե մարդ իր արժեքներն է վաճառում, դրանից հետո իր համար արժեք գոյություն չունի, ոչ ընտանեկան արժեք, ոչ ազգային, ոչ պետական, ոչ աստվածային։ Ահա իրենք այդ ամբողջը հաշվի առնելով զրկեցին մարդկանց իրական արժեքներից, տալով այդ կեղտոտ սատանայական թղթադրամը, որի համար իրար կոկորդ են կրծում, ու նկատել եք ինչքան էլ ունենան, միևնույն է քիչ է։ Այդտենց հիպնոզի մեջ է մարդը։ Այնուամենայնիվ, այս ամենի դեմ Տիկին Գասպարյան, ինչպես կարելի է պայքարել, ինչպես կարելի է շտկել իրավիճակը։ Իհարկե անհնարին բան ոչինչ չկա։ Դրա համար պետք է մարդ գիտակցի, ինչն էր պատճառը այս արհավիրքի, որտեղից է գալիս։ Ես հաճախ եմ կրկնում, մետաստազների դեմ մի պայքարեք, պետք է քաղցկեղի կենտրոնի հետ պայքարել, այդ կենտրոնում որտեղ քաղցկեղը նստած է, այդ դա պետք է այդ խոցը պիտի վերածվի, թե չէ ինքը միշտ մետաստազների տալու են։ Այսինքն մենք ինչ պետք է անենք, պետք է հրաժարվել այս սպառված ու բարոյալքված, չարդարացված ու խոշտանգող սիստեմից, այդ սիստեմը, որ ստեղծել են, սիստեմով են մարդկանց ու երկրները ստրկացրել ու ենթարկել, զոմբիացրել ու պատվազրկել եւ արժեքազրկել։ Երկրորդ գործիքը դա դոլարն է։ Միջ այլոց պետք է ասեմ, որ արդեն մոտ 70% մարդկության արդեն դոլարից հրաժարված է։ Պետություններ կան, որոնք դոլարով չեն անում արդեն առևտուրը։ Մենք շատ լավ գիտենք Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պարսկաստանը, Արաբական Էմիրատները, Սաուդյան Արաբիան եւ այլն։ Ես կարող եմ շփոթել մի քանի երկիր եւ շատ ուշ Բրազիլիան եւ այլն։ Այսինքն այդ մեզ փաթաթած անեծքը, որի անունը դրել են դոլար ու դարել է մասուն ու կուրկ շատերի համար, դա վերանալու է, եւ սիստեմն է վերանալու, նոր սիստեմ պիտի դրվի։ Մենք իհարկե փոքր ազգ լինելով հանդերձ, բայց շատ մեծ որակ ունենալով հանդերձ, մենք պետք է գիտակցենք, որ առաջինը մենք պետք է համարձակվենք նոր սիստեմով մեր երկիրը ղեկավարել։ Այդ որ ասում են մեր ազգը սենց է, մեր ազգը նայած, չէ, մեր ազգը ոնց կա, տենց էլ կա, ուղղակի վախի մեջ է եւ հուսալքված։ Դա հզոր ազգ է, հզոր գաղափարախոս եւ շատ լավ գիտակցող իրական արժեքները ուղղակի այսօր ճնշում են արժեքները, զայնազրկում են արժեքները բարձրաձայնողներին։ Միշտ էլ տենց է։
Իսկ ովքեր որ նկարագրում են, ես ուզում եմ միշտ հիշում եմ հորս ասածները, Բալիկ ջան, մի զարմացիր, երբ որ որոշ բարձր դիրքերում կանգնած մարդիկ ճիշտ չեն գնահատում ազգի արժեքը, ինչ լավ բան ասեց, դա բնական է։ Դու պատկերացնում ես Մասիս լեռան փեշին փռված մի խումբ ավազ կարողանա գիտակցի Մասիսի վեհությունը, հզորությունը, գեղեցկությունը, փայլն ու իմաստը։ Այդ ավազին ոնց մենք կարող ենք մեղադրել, ինքը իրանից այն կողմ չի տեսնում, մի մետր, մետր ու կես, բայց նա վիճակի չի, կար բարձրացնի գլուխը ու տեսնի, դա ընդամենը Արարատի փեշին փռված ավազահատիկներին։ Այդպես էլ այսօրվա ղեկավարությունն է, նա համոզված են, որ մենք արդեն ստրկացած, ենթարկվող, հաշտվող, հարմարվող ազգ ենք։ Սխալվում եք, պարոնայք, այդ բառը ձեզ իհարկե չի ասում։ Դուք շուտով դրանում կհամոզվեք։ Այդքան բան։ Նոր սիստեմ։ Ասացեք, այս ստեղծված իրավիճակից, հատկապես Իրանում ստեղծված իրավիճակից, հնարավոր է, որ օգտվի Ադրբեջանը եւ պատերազմ հրահարի Հայաստանի դեմ։ Միջայլոց նաև մեծ վնաս կարող է հասցնել Ադրբեջանին։ Ես ուղղակի ապշած եմ, թե ինչ բացահայտ ձևով, փողով, այդ սորեսական ու տարբեր ճանապարհներով երիտասարդներին գրավում են, ինչի երիտասարդը միշտ էլ խոստանում են երիտասարդին, ապագայում դա քո երկիրն է, դու պիտի ղեկավարես, քո նմանները պիտի գան կառավարության, փողեր են տալիս, խոստումներ են տալիս, երիտասարդներն մտածում են ավելի լավ այտենց, քան մնամ, գցենք, անգործ կամ ստվերի մեջ, եւ շատ հեշտ է, նրանց ուղեղը այտենց ամրացված չի, եւ երիտասարդներին գրավելով, փողեր խոստանալով հանեցին իրանց երկրի դեմ։ Դուք պատկերացնում եք փողով Պարսկաստանի ժողովրդին ուղղեցին դեպի իրենց թշնամին, ինքը վաճառվեց թշնամուն։ Եթե մեր մոտ մի քանի հոգի են վաճառվել թուրքին, այնտեղ մասսայական երիտասարդությունը արդեն գնում է այն երկրի հրամանների հետևից, որը ամբողջ ընթացքում եղել է Պարսկաստանի թշնամին։ Դուք տեսեք այդ փողն ինչ է անում։ Բան չունեմ ասելու, Պարսկաստանում, Իրանում էլ կարող են իրեն խնդիրներ, բնականաբար կան։ Բայց այդ արդեն ժողովուրդը կարող է իր ղեկավարների հետ պայմանավորվեն օպոզիցիա կա կամ ժողովուրդը պահանջի, բայց ոչ ասես ցինիզմով, ասի ձեզ փողը կտամ, ես ապշած եմ, որ դա կատարվեց, իսկ ավելի զարմացած եմ, երբ որ Տրամպը բարձրաձայնեց, որ Գրելանդիայում, չգիտեմ ինչքան շատ քիչ բնակչություն կա, ամեն մեկին 10,000-ից մինչև $100,000 տան կհամաձայնվեն երկիրը կվաճառեն Ամերիկային։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Ուզում ասի դա արդեն մտել է օրինական պետական օրինական դաշտ, այսինքն փողով կառնեմ բոլորին։ Զենքն ունեմ, փողն ունեմ։ Ռուսների մի հատ լավ խոսք կա, ասում է սիլը есть ума не надо։ Եթե ուժը կա, խելքը կարևոր չի, պարտադիր չի։ Դուք տեսեք ուր ենք ասել։ Նայում եք ամբողջ աշխարհի կառավարություններին, ղեկավարություններին, բոլորը խեղկատակներ են, 90%-ը առանց չափազանցության, նարկոբարոն, նարկոման, հոգեկան հիվանդ, ինչ ասեմ, պեդոֆիլ, գոմոսեքսուալ, այդ արդեն մեջներից լավ է հնչում։ Եթե նայում ես, թե ինչքան պեդոֆիլ ղեկավարներ կան, շոկի մեջ ես ընկնում։ Եվ դրանք այսօր մոլորակն է ղեկավարներից, խմբով որ հաշվենք, ամեն մի երկրի ղեկավար։ Դուք տեսեք ովքեր են ներկայացնում իրենց ազգերին, այդ արատավոր հանցագործություն, ցմա հոդվածների տակ ապրող ու իշխող ղեկավարներ։ Իսկ ինչ մնում Ադրբեջանին, չհավատաք, որ Ադրբեջանը համարձակվի, նորից հարձակվի Հայաստանի վրա, որովհետև ինքը ընդամենը կարագացնի իր պետության գոյությունը, լսեցիք, դա բացառված է։ Ինքը կարող է այդպես վախացնելու համար ինչ-որ մի բան անի կամ վախացնելու համար ինքը միակ բանը, որ նա կարող է անել, պարոն Հոշյան, ինքը օգտվի դեռ իր վասալի ծառայություններից եւ գիտակցելով, որ այդ վասալին շատ կարճ կյանք է մնացել, նա արագացնում է, քանի դեռ կա, նա արագացնում է, որ ինչքան հնարավոր է օգտվի։ Սանգեզուրի ճանապարհը կառուցեն, ճանապարհը բացեն, անորակ նավթը տա Հայաստանին։ Դա նա երբեք էլ չի անի։ Դիմա ուրիշ հարցադրված, նա շատ լավ գիտակցում է,
Ադրբեջանի գոյության հարցն է դրված։ Վերևներում, այո։ Եվ ձեռքը գցել է փրփուրներին, որ պետք է Անգլիան իրան պահպանի իրան նավթի համար։ Ես ինչ ողորմելի վիճակ այս ովքեր են նավթով երկիր են դավաճանում, երկիր են առնում, ժողովուրդն են մատնում իրենց, ստորացնում։ Ես ինչ ասեմ, եթե այսօր Եվրոպան իբրև թե քաղաքակրթության այսօրվա քաղաքակրթության կենտրոնն է համարվել, այսօր մասսայաբար տասնյակ դեպուտատներ կաշառք են վերցրել Ալիևից, Էդ էլ իրանք են հայտարարում, հո մենք չենք ասում 60 քանի հոգի, արդեն էդ 2 հոգի չի, 6 հոգի չի, 10 հոգի չի։ Այսինքն փողով պատմություն են գրում։ Փողով իրավունք են ձեռք բերում կոտորել ուրիշ ազգի։ Փողով կարող են սուտը ճիշտ համարել։ Փողով կարող են երկիրը տարանցքով հարցնելու վերցնել։ Դուք տեսեք ում իշխանությունն է այսօր տիրում աշխարհում, անիծված այդ փողի դոլարի, բա մարդն ուր մնաց։ Չէ, չի հավարձակվի։ Ադրբեջանը այլևս չի հավարձակվի Հայաստանի վրա։ Սպասենք հակառակ երևույթներին, ավելի լավ բաներին։ Տիկին Գասպարյան, ես պիտի ասեմ, որ մեր ունկնդիրներից շատերին հետաքրքրում է այսպիսի մի հարց, թե այնուամենայնիվ ինչ կարող է բերել Հայաստանին մեզ բոլորիս 2026 թվականի ամռանը Հայաստանում կայանալիք ազգային ժողովի համապետական ընտրությունները։ Սիրելի ժողովուրդ, ոչ մի ընտրություն չի կարող լավ բան բերել ոչ մի երկրին, քանզի ընտրություն այլևս չկա։ Արդեն նախապես ընտրվածներին բերում են սիոնիստները, իսկ մեր ներկայությունը, ինչքան էլ որ գնան, ընդամենը թաքցնում են այդ արատավոր գեղձիկն ու հանցագործությունը։ Եվ վերջապես ժողովուրդին չի պիտի ընտրի։ Գոյություն ունեն մտավորականներ, առաքինի հայեր, որոնք պետք է ստեղծվեն հարյուրյակ պետք է լինի, եւ այդ սենատն էլ պետք է որոշի տեխնացուներից որ մեկին պիտի ձայնը տա։ Ձայնել պետք է տա բաց եւ ոչ թե գաղտնի։ Չի լինելու, ընտրությունը միշտ մեզ խոշտանգում է։ 35 տարի արդյոք քիչ էր։ Կներեք, որ մենք դա հասկանայինք։ Ժամանակն է, չէ՞, ժամանակն է ուղեղով ապրել։ Ճիշտ մի հատ լավ բառ ասում, ուղեղը դրսից չի երևում, բայց նրա բացակայությունը անմիջապես նկատվում է։ Եկեք օգտվենք այդ ուղեղից։ Դա ամենակարևոր արժեքն է, որ մեզ տվել է Աստված։ Չի լինելու ընտրություն։ Ընտրությունը փոխարեն կլինի ժամանակավոր կառավարություն, կլինի հանրակրվե նոր սիստեմի, նոր գաղափարախոսության, նոր ծրագրի, ոչ թե ծրագիրը գրեն ու չանեն, ինչպես միշտ են արելու, խոստացել ու ոչինչ չեն արել։ Այլ լրիվ ուրիշ բան է լինելու։ Հանրակրվեով մենք կորոշենք, որ նոր սիստեմը հաստատվում է, թե չէ։ Ես համոզված եմ, որ ժողովուրդը կասի այո, որտեղ այդտեղ արդեն 3 հիմնական ուժեր են լինելու։ Միանձնակ կառավարում չի լինելու։ Պրեզիդենտը միայնակ ոչինչ չի կարողանալու անել։ Առաջինը դա լինելու են մտավորական գաղափարախոս հայրերի կոնգրես, սենատ, 100 հոգի, որոնք էլ որոշելու են տեխնացուներից ով եւ բացատրելու են ինչի է ձայնը տվել այդ տեխնացուին։ Աստված իշխանի միտեղ կեղծիք լինի։ Այդ ամբողջը կհսկվի։ Երկրորդ տեղում նախագահն է, երրորդ տեղում մայրերի գերագույն խորհուրդը։ Վերջի ստորագրությունը մայրերի ձեռքում է լինելու։ Դե մայրը լավ գիտի իր զավակների ապագայի համար ինչ է պետք։ Մոր սիրտն ուրիշ ձևի է բաբախում իր ժառանգների համար։ Այս նոր սիստեմով Հայաստանը նոր սահմանադրությամբ ամբողջ օրենսգիրքն հետը պիտի փոխվի օրենքները, այն նոր ժամանակ կկառուցենք հզոր Հայաստան։ Ու դա լինելու է։ Ասացեք, իսկ մոտ ապագայում, ավելի առաջիկայում, մեզ ինչ նոր փորձություններ կարող են սպասել։
Իհարկե, հնարավոր չի որ առանձին ապրենք, հնարավոր չի որ մենք կապ չունենանք աշխարհի հետ ամբողջ օրը հասարակ մի բան, եթե պատերազմը սկսվեց Պարսկաստանի հետ, ինչքան փախստական ալցվելու Հայաստան, դուք պատկերացնում եք։ Եթե այսօր ճանապարհը բացել են թուրքերի համար ու ճանապարհը բացեք թուրքերի համար, ադրբեջանցիները այսօր Հայաստանում գալիս են, պատտվում են, իրենց անելիքն անում են ու գնում են։ Ինչ ա եղել որ Պարսկաստանից էլ կարող են գալ։ Ես այսօր զարմացա, որ այդքան պարսիկ ապրում Հայաստանում, երբ որ տեսա դեսպանատան մոտ պարսիկներ իրենց բողոքն են հայտնում ի օգուտ Ամերիկայի պահանջներին։ Դուք պատկերացնում եք, մենք այնքան փոքր ազգ ենք, եթե այդ հզոր ազգերից մի 2-3 միլիոն մտնել, մենք կլինենք արդեն փոքրամասնություն։ Դա նման է, գիտեք ինչ, ժամանակին գոմոսեքսուալները փոքրամասնություն էին, հիմա մենք ենք դառել փոքրամասնություն։ Հիմա էլ ազգային պատկանելիության հետ կապված։ Այսինքն փոքրիկ երկրում չի կարելի այդքան օտարազգի փախստականներ կան։ Ես ոչ մի բան չունեմ այդ մարդկանց հանդեպ։ Իհարկե կարելի է օգնել, ամեն ինչ անել, բայց գալու են ու մնան, գալու են ու ապրեն։ Արդյոք դա էլ ծրագիր չի սիոնիստական, որ Հայաստանում հայերը քիչ լինեն, ավելի քիչ, քան մնացած այլ ազգերը։ Դեռ շատ փորձություն կա, այո, պետք է անցնենք, մենք պիտի միասին կառուցենք Հայաստանը։ Եվ ժողովուրդը պետք է հասկանա, որ արդեն եկել է պահը գիտակցելու, որ ոչ թե մեկ հոգու վրա պիտի հույսը դնենք, մենք բոլորս պիտի միասին պիտի փոխենք, միասին պիտի պայքարենք, առաջինը պիտի պայքարենք մեր այս ողորմելի վիճակի մեջ մեր գաղափարախոսության, մեր այս աշխարհայացի, մեր այս գոյատևմանը հաշտված ու հարմարված վիճակի դեմ պիտի պայքարենք եւ բոլորս միասին կարողանանք Հայաստանը վերականգնել։ Այդ որ ասում են, բա ով կա, բա մարդ չկա, չէ, շատ կան։ Ուղղակի այդ մարդկանց տեղ վերացնում են, խոշտանգում են, ձերբակալում են, այդ հոնորություն չի։ Դուք կարող եք չգիտեք։ Ինչ արեցին Սամվել Կարապետյանին, երբ բաց թողեցին տնային կալանք, երբ տեսա, որ ինքը ծանր հիվանդ է, շատ վտանգավոր վիճակում առողջությունը չէ գտնվում, որ իրանց վրա չմնա հանկարծ, թող գնա իրանց տանը, ինչ ուզում ա լինի, չի լինելու, ոտքի է կանգնելու։ Եվ մենակ Սամվել Կարապետյանը հոչի, շատ ավելի հզոր քաղաքացիներ ունենք, քաղաքական հզոր մարդիկ, որոնց այդ աշխարհի ղեկավարներն են խորհուրդ հարցնում իրենց կործանվող երկիրը փրկելու համար։ Աբա ոնց։ Պետք չի դուք իմանալ, իրական արժեքները իրաց չեն ցուցադրում, նրանք ռեկլամի առարկա չեն։ Ռեկլամն ու PR-ները կներեք պապուս ասած լնգուլավազների համար է պետք, որ մի քիչ մարդկային կերպարանք ստենան, որտեղ իրանք համոզված են, որ 10 անգամ ասված սուտը դառնում է ճշմարտություն, հա։ Այնքան են խաբել, որ երբ որ ճիշտ խոսքն է հնչում, դարձյալ հավատացող չկա։ Դրա համար եմ ասում, դիմեք ձեր ուղեղին, հայը մեծ առավելություն ունի, Աստծոց ստացել այնպիսի հանճարեղ ուղեղ, որ ոչ մի միլիարդով չես կարող դա գնել։ Շատ անփույթ վարվեցինք այդ արժեքի հետ։ Բայց նա է որոշում իմ այսօրվա ներկան ու ապագան եւ իմ սերունդների, այնպես որ շատ եմ խնդրում, մի անտեսեք, վերադարձեք իրական արժեքներին, հավատացեք Աստծուն։ Ես նկատի չունեմ մնացած քարոզներին կամ որոշ տեր հայրներ դավաճանում են, թողնում գնում են, այդպես էլ կլինի, այնտեղ էլ կլինեն։ Տերները չեն, տեր հայրները չեն, որ իմ հավատը պիտի ամրապնդեն Աստծո հանդեպ։ Աստծո համար ես ոչ մեկին, ոչ մի միջնորդի կարիք չունեմ։ Բայց եթե մեր եկեղեցիները կան տեր հայրեր, որոնք դավաճանումը գնում են դավաճանի մոտ, դավաճանը դավաճանի հետ պիտի միանա։ Շատ ավելի լավ, մենք հիմա գիտենք ով է։ Եվ պետք է շատ ու շատ բաներ փոխվի։ Հենց որ իհարկե մենք մեր բացակցությունը պիտի ունենանք ու գիտակցենք ինչի համար ենք ապրում։ Հիշեք, մենք պարտավոր ենք մեր սերունդերին ժառանգել մեր նախկին հայերի, մեր հզոր հայերի, մեր հայրերի, պապերի պատգամը, արժեքը, հայազգի արժանապատվությունը, բարությունը, առատաձեռնությունը, մաքրությունը, ընկերությունը։ Բաթան ինչքանով կարող եք գնել այդ արժեքները, ոչ մի կոպեկով, ոչ մի միլիարդով։ Վերադարձրեք, ձեր երեխեքին ճիշտ դաստիարակեք, սիրելի մայրեր։
Տիկին Գասպարյան, ես կարծում եմ, որ մի երկու խոսք եք ասեք Հայաստանի Հանրապետությանը ինչ շակատագիր է սպասվում, ինչ սպասելիքներ ունենանք։ Եմ մի անգամից համոզված եմ, որ անպայման կոմենտներ են գրելու, իսկ երբ է դա լինելու։ Շուտով, իսկ այդ շուտով ինչքան, դա ես էլ չգիտեմ, բայց շատ շուտով։ Բնականաբար երկրի ճակատագրերը ինչքան էլ մարդու գործունեությունից են կախված, շատ ավելի կարևոր փոփոխությունները գալիս են վերևից։ Հայկի աստղից ասո կամքով, հայ ազգը ասո ազգ է, դա կընդունեն, թե չեն ընդունի, կհավատան, թե չէ, դրանից դա չի փոխվում։ Ես պետք է ասեմ նախ ժողովրդին, ուզում եմ ասեմ, խնդրում եմ ձեզ, լսեք Վազգեն Գևորգյանին, գիտական ապացույց է այն, ինչը հիմա ես պետք է ասեմ, նա գիտականորեն ապացուցում է դա։ Տարօրինակը գիտեք ինչ ուներ, որ ես կլինիկական մահ ապրելուց հետո երկար էր իմ կլինիկական մահը տևել, դրանով էր տարբերվում մնացածներից եւ ինձ Ռուսաստանում դեռ շատ 2-3 տարի ուսումնասիրում էին։ Այն ինչ որ ես այնտեղ տեսել եմ, ես այդ անցնում է տարիներ, 40 տարի հետո ես լսում եմ մի հայից, կարելի էր մտածել ինքը ինձ հետ այնտեղ կլինիկական մահվան ժամանակ այնտեղ է եղել։ Ես իհարկե ապշած եմ, ոնց կարող էր դա լինել։ Ինչ ճիշտ ասում, ինչ ճիշտ է մեկնաբանում։ Դրա համար փորձեք գաղափարը միացրեք ու հասկացեք։ Այո, Հայաստանի ճակատագիրը ոչ Նիկոլի ձեռնա, ոչ մնացած դավաճանների ձեռնա, չէ։ Հայաստանի ճակատագիրը վերևում է։ Մեր այսօրվա պատիժը դա մեր ամփոփության դիմաց ենք մենք վճարում։ Մենք դավաճանեցինք թե մեր Աստծուն, թե մեր արժեքները, հա, սիրելի ժողովուրդ, դրա դիմաց ենք վճարում։ Մոռացաք 5000-ով ձեն էինք տալիս, հետո 10000, հետո 20000, ինչ եղավ, 5-6000 երեխեք փռեցինք։ Ինչքան երեխա կորցրեցինք, բարձ, դրանից թանկ բան ունեիք աշխարհում։ Հիմա ինչին եք սպասում։ Բա ինչ երեսով մենք ապ նայենք մեր սերունդների երեսին։ Մեր մեղքով եղավ դա։ Ոնց կարելի առանց իմանալու մարդոյությունը մի հատ ինչ ասեմ ջրապզի դուրս է թռնում ոգևորված ժողովրդին էլ հեգնանքով ծափ տալով թռվռալով ով չի հասկանում դա ինչ է նշանակում եւ բոլորս գնացինք այն մոլորված նախրի նման այդ ինչ ասեմ արդեն առված ծախված 7 անգամ ծամած հետ տված այդ երևույթի հետևից Բա ինչ էիր ուզում, դրա համար նորից, հետևեք ձեր ուղեղին, միևնույն է Հայաստանը հզորանալու է, նոր սերունդը հզոր է մեծանալու, նոր ձևով է, այսինքն մոռացված նախկին հիանալի ու աստվածային արժեքներով նորից պիտի վերականգնվի իմ ազգը, նոր սերունդը պիտի վերականգնվի Թե մենք մեր մեղքի տակից ոնց ենք դուրս գալու, այդ արդեն ժամանակը ցույց կտա, բայց Հայաստանը հզորանալու է, դա վերականգնելու է իր կարևորագույն նշանակությունը, ուշադիր, աշխարհի համար։ Այո, դրա համար սիոնիստները ամբողջ հազարամյակներում մեր հետևից ընկած մեզ խոշտանգում են։ Ու այսօր գտնվում են հիմարներ, որ կանգնում ասում են մեր ազգը դավաճան ազգ է։ Գետինը մտնեն այդ մարդիկ, դավաճանը առանց ազգի է, ազգի հետ կապ չունի, դրանք դեռ դարեր շարունակ տարբեր ցեղախմբերից մնացած մարդկանց սերունդներն են վերցրած հայկական ազգանուններով ու դրա համար հայկական ազգանունով էլ իրենց այդ կեղտն ու արատը մնում է իմ հրաշք ազգի վրա, չի կարելի դադարեցրեք, մենք չունենք այս դավաճաններ, մեզ դավաճաննել են օգտվելով հայկական ազգաններից, ամեն քոչվոր ցեղ ցանկացել է իրեն վերագրի մտավորական քաղաքակիրթ հայ ազգին, ահա թե ինչի են մեր ազգանուներով սերունդ դավաճան է, Տիգրան մեծը երբ որ բերեց 100,000 հրյա, այդ պահից սկսված մեր հողերը, մեր տարածքները միշտ բացվում են, դավաճանվում են, մատնվում են, դարպասները բացվում են, ու դրանք հայեր չէին, ու ես կապացուցեմ, մենակ մի բանով, երբ որ կբերեն, օրենքը կմցնեն,
որ դենթե անալիզով պետքա բոլորը տան պարտադիր ու նոր անձնագրերում տպվի, այն ժամանակ կտնանք, թե դավաճանները ինչ գեն ունեին, ընդեղ հայ գեն չկա, ու բավականա տարիներ շարունակ մեր ազգը կեղտոտա, մեր ազգը վատնա, ամբողջ կյանքում հրյան ասել է, հայրին հաղթել չի լինի, բայց կարող ենք միմյանց դեմ թշնամացնել, իրենք իրենց կհաղթեն, կվերացնեն այսինքն, դրան եք գնում։ Տիկին Գասպարյան, շնորհակալ եմ այսօրվա համար ևս, ուրախ եմ մեր հերթական դրույթի համար, պիտի ասեմ, որ մենք միշտ ձեզ հաճույքով սպասել և սպասելու ենք Փակտիվին, լավ եղեք, պինդ, առողջ, ամենակարևորը, այդ լավատեսությունը, որ կա ձեր մեջ, թող փոխանցվի նաև մեր ունկնդիրներին։ Ջերի բարեկամներ, մենք այսօր հերթական անգամ ուղիղ կապով զրուցում էինք մեր շատ սիրելի հյուրի Հայաստան 21-րդ դար մայրերի այդ հրաշալի կազմակերպության հիմնադիր նախագահ հրապարակախոս Գայանե Գասպարյանի հետ։ Այսօր այսքանը, ցտեսություն։